Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ֆիլատելի Կարմենիկան է եւ իմ հյուրն է արհեստավարժ ֆիլատելիստ Հովհաննես Կոշկակարյանը, որին ողջունում եմ այս եթերում, բարի երեկո։ Բարի երեկո։ Ողջունենք նաեւ մեր հեռուստադիտողներին եւ շնորհակալ լինենք նրանց, որ այսքան հոգատար, ուշադիր եւ օգտակար գիտելիքներ քաղելով շնորհակալ են մեզ այս ծրագրին։ Պարոն Կոշկակարյան, նախորդ հաղորդումներում մենք անդրադարձանք սխալներին, որոնք տեղի են ունեցել նամականիշների տպագրության ժամանակ, թե ինչ պատճառներով դուք արդեն խոսել եք։ Այսօր փորձենք շարունակենք այդ թեման, սխալների շարունակությունը, որը դուրս մնաց նախորդ մեր հաղորդումից ժամանակի սովության պատճառով։ Բարի երեկո, ինչպես ասեց Մարիկան, անցած անգամ ես ներկայացրեցի մի քանի նամականիշեր, որտեղ անունները սխալմամբ էր դրված կամ սխալ մակագրություն էր դրված նամականիշի վրա։ Այս անգամ ես ուզում եմ ներկայացնել եւս մեկ նամականիշ, որը տպագրվել է 2001 թվականին Կանադայում, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ։ Ինձ թվում է այս նամականիշի մեջ ձևավորողը սխալ է թույլ տվել, որովհետև խնդրում եմ ցույց տալ երկրորդ նկարը, սա վերցված է հայկական մի մանրանկարչությունից։ Սակայն երբ ուշադիր նայում ես, միակ ամբողջական բառը այս ամբողջ նկարի վրա ուրիշ որևէ բառ չկա, միակ ամբողջական բառը ներքևի աջ կողմում, ինչպես տեսնում եք, ավանակ բառն է։ Բացի դրանից ուրիշ որևէ անուն, որևէ գրություն, ոչինչ գոյություն չունի։ Ինձ թվում է, որ սա այսպես չպետք է լիներ, կամ չեմ կարող ասել հիմա հավանաբար ձևավորողը Կանադայում հայերեն չէր կարողանում կարդալ, բայց համենայն դեպս կարծում եմ, որ նա պիտի հայերի հետ խորհրդակցեր, ինչ որ մեկին ցույց տար, որպեսզի հասկանար, թե ինչ է կատարվում, որովհետև հայկական մանրանկարչություն է ցուցադրում եւ այդ մանրանկարչության նկարի վրա միակ բառը ամբողջական ավանակ բառն է։ Համենայն դեպս այս նամականիշը այսպես տպագրվել է, այսպես էլ տարածվել, ինձ թվում է սա ամենաճիշտ նախորդը խնդրում եմ, սա ամենաճիշտ տարբերակը կլիներ սա, որ այդ բառը կտրված լիներ։ Սակայն համենայն դեպս ունենք այն, ինչ որ ունենք, արդեն տարածվել է նամականիշը, մոտավորապես 18 տարի, 19 տարի առաջ է տպագրվել, այնպես որ ինձ թվում է սա որպես ձևավորում, սխալ ձևավորում է։ Իսկ հայերի կողմից բողոք չի ներկայացվել Կանադայի։ Կարծում եմ չեն նկատել կամ նկատել են ուշադրություն չեն դարձրել, չգիտեմ, համենայն դեպս գոյություն ունի այս ձևով եւ այդպիսով էլ տարածվել է արդեն ասածից նման 18-19 տարի ֆիլատելիստների ալբոմներում սա գոյություն ունի, ժամանակին օգտագործվել է Կանադայի փոստի կողմից, այնպես որ ասածից նման արդեն անցած է, համենայն դեպս սխալը մնացել է պատմության մեջ։ Իսկ իմաստ չունի ձեր կողմից դիմել Կանադայի փոստին, կարծում եմ արդեն ուշ է։ Հիմա արդեն 18-19 տարի հետո նորից չեն տպագրելու այդ նամականիշը, ինչ տարբերություն ենթադրենք, դիմեցինք, ինչ պիտի ասեն։ Կամ մի հատ ներողություն պիտի խնդրեն, ներողություն վերջացնեն։ Դժվար է ասել, պատմությունը եթե լռում է, մարդիկ են լռում, սխալները կշարունակեն տեղի ունենալ։ Ինձ թվում է, համենայն դեպս ըստ ինձ, սա, ասենք, վիրավորանք է մեր ազգի նկատմամբ, որ մանավանդ քրիստոնեության համար 1700-ամյակի առիթով նամականիշ եւ միակ ամբողջական բառը ավանակն է։ Չգիտեմ։ Կարծում եմ հայ մանրանկարչության արվեստում երբեք ավանակը չի փառաբանվել։ Նա լրիվ ուրիշ իմաստ է ունեցել է մեր մանրանկարչությունները։ Ինչևիցե, տեսնենք թե ինչ, ասենք, տարբերակ կարելի է մտածել, որպեսզի վերջապես դիմել նրանց, թող իմանան իրենց սխալի մասին, կարծում եմ նրանք տեղյակել չեն, հատկապես եթե տպագրությունը երբ արվել է, դուք պատճառաբանում եք, որ հայերեն հավանաբար չեն իմացել, անգլերեն ասում են դա excuse չի։
Հասկանալի է։ Անդրադառնանք հաջորդ հարցին։ Տաջ Մահալ աշխարհի հրաշալիքներից մեկին, որը ուրեմն եւ հարցս այսպեսին է. հայուին եւ Հնդկաստանի խորհրդանիշը։ Ինչ կապ ունի այս ամենը Տաջ Մահալի հետ։ Տաջ Մահալում ամփոփված է Հնդկաստանի շահի կինը, իր սիրելի կինը, նա ուներ 4 կին, 4-ից մեկը Մարիամ անունով մի հայուհի էր, որը 1604 թվականի ջուղայից գաղթած այդ ընտանիքներից մեկի դուստրն էր եւ այնքան շատ էր սիրում Միր Ջահանը իր կնոջը, որ իր կնոջ մահից հետո, որը ընդամենը 39 տարեկանում է մահացել, նրա համար կառուցել է մի դամբարան, որը այսօրվա դրությամբ դրա վրա ծախսվել է 22 միլիոն ռուպի։ Այսօրվա դրությամբ, այսօրվա արժեքներով 10 միլիարդ դոլար է, որը մարդու ձեռքով ստեղծված ամենաթանկ կոթողն է աշխարհում։ Հիմա ես պիտի խնդրեմ միացնեն տեսաերիզը, որը բացատրում է ամբողջ Տաջ Մահալի պատմությունը, որից հետո ես կցուցադրեմ արդեն Տաջ Մահալի տեսարանով թողարկված նամականիշերը տարբեր երկրներում, ինչու՞ չէ նաև Հնդկաստանում։ Եզակի մի հայուհու մասին առասպելն է, որ հավերժորեն պահպանվում է այստեղ։ Հնդկաստանը տարիմաստությունների երկիր է։ Եթե ցանկանում եք տեսնել ոչ միայն գույների եւ արևի մոլեգնություն, այլև ընդհանրապես ուրիշ աշխարհ, պետք է այցելել Հնդկաստան։ Սովորույթները, ապրելակերպը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, արժեքներն ու մշակույթը այստեղ ամենն այլ է։ Հնդկաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից է։ 21-րդ դարում հնդիկներն իրենց հպարտորեն անվանում են աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն։ Այս երկիրն այսօր խոշոր տնտեսական եւ սոցիալական վերափոխումներ է ապրում։ Բոլոր ոլորտների արդիականացումը Հնդկաստանը վերածում է գերտերության, միևնույն ժամանակ երկիրը պահպանում է ավանդական արժեքների վրա հենվող իր ինքնատիպությունը։ Պաշտոնական տվյալների համաձայն այսօր այստեղ ապրում է ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն։ Թերևս աշխարհում ուրիշ ոչ մի տեղ տրամագծորեն հակադիր երևույթները այդքան ներդաշնակորեն չեն միահյուսվում, որքան Հնդկաստանում՝ շքեղության կողքին, ծայրահեղ աղքատություն, կաստաների, մշակույթների եւ կրոնների խառնարան։ Բայց այդ հակադրություններն ունեն մեկ ընդհանրություն. ինչ հավատք էլ ունենա, որ կաստային էլ պատկանի Հնդկաստանի ցանկացած բնակիչ, կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի Տաջ Մահալ։ Վերապրի հայտնության եւ գեղեցկության աներևակայելի զգացումը հիանալով սիրո արտասովոր պատմությամբ։ Ցերեկը Տաջ Մահալի մարմարյա կատնաճերմակ պատերը ընդունում են վառ արևի ճառագայթները եւ իրենք էլ են լույս ճառագում։ Այսպես է իրականացվում հնագույն իմաստունների կողմից բացահայտված տիեզերական օրենքը, աշխարհին տալ այնքան, որքան նրանից վերցրել ես։ Հենց սա էլ աշխարհակարգի ներդաշնակությունն ու կատարելությունն է։ Գիշերով Տաջ Մահալը գեղեցկության եւ հրաշքի առաքելություն ունի։ Նրա մարմարե պատերը մանուշակագույն փայլ են շողարցակում, իսկ վաղարշալույսին վարդագույն, գրեթե սադափե լույս։
Արտացոլվելով գետի խաղաղ ջրերում, խորհրդավոր շողալով վաղորդյան մշուշում Թաջ Մահալն ասես սավառնում է երկրի վրայով, վեր խոյանալով երկինք դեպի այն երկուսը, ում շնորհիվ ստեղծվել է։ Թաջ Մահալը միայն ճարտարապետական հրաշք չէ, այն Հնդկաստանի մեծագույն հանելուկներից մեկն է։ Ողջ նախագիծը, շինությունների կառուցվածքն ու հատակագծերը հենվում են մաթեմատիկական մանրակրկիտ հաշվարկների վրա։ Տասնյակ գիտնականներ պետք է հիմնավորեին շինարարական աշխատանքների յուրաքանչյուր քայլը։ Թաջ Մահալը տեղակայված է 10 հեկտար տարածքի վրա։ Բոլոր կառույցները շաղկապված են երկրաչափական միասնական տրամաբանական համակարգում։ Տասնութերորդ դարում Թաջ Մահալ այցելած վենետիկյան ճարտարապետները գրել են, որ ինքը Արքիմեդն անգամ չէր կարող համալիրի նախագծման ավելի ճիշտ լուծում գտնել։ 1815 թվականին այն ուսումնասիրած անգլիացի գիտնականները եզրակացրին, որ բոլոր հաշվարկները կատարյալ են։ Նրանց կարծիքով դամբարանը հավերժ կանգուն կմնա, քանի որ կառուցված է բնական եւ հասարակական պահանջներին լիակատար համապատասխանությամբ։ Ինչ իմաստ են դրել ճարտարապետները մաթեմատիկական այս հաշվարկների հիմքում, որն է բոլոր առումներով խստագույն համաչափության մոգական եւ փիլիսոփայական առաքելությունը։ Բանաստեղծների գովերքած Թաջ Մահալը դարերի վեր ընկալվում է իբրև խոր եւ հավատարիմ սիրո խորհրդանիշ։ Միթե այդպիսի վիթխարի շինությունը կառուցվել է հիշատակ լոկ մեկ կնոջ։ Ո՞վ է եղել այդ կինը։ Արդյոք հնարավոր է այդպիսի սեր իշխանության սառը եւ մշուշոտ գագաթին։ Լենգ Թեմուրի հետնորդ եւ Ակբար Կայսեր Թոր արքայազն Քուրամը ստացել էր հիանալի կրթություն, լրջորեն հրապուրվում էր ճարտարապետությամբ եւ շինարարությամբ։ Ինչպես վայել է կայսերական ընտանիքի եռանդուն եւ պատվախնդիր տղամարդուն, նա մանկուց ձգտում էր բացարձակ իշխանության։ Պատմությունը վկայում է, որ նրա տատը հզոր Ակբարի կանանցից մեկը հայուհի էր, Մարիամ անունով։ Այսօր նրա դամբարանը Ագրա քաղաքի տեսարժան վայրերից մեկն է։ Մշակութային եւ կրոնական տարաձայնությունները մեղմելու համար ամենազոր Ակբարը խոհեմաբար կնության էր առել քրիստոնյա, մահմեդական եւ հինդու հավատքների ներկայացուցիչ կանանց։ «1604 թվական Հարձակվելով Հայաստանի վրա Իրանի շահ Աբբասը տասնյակ հազարավոր հայերի ջուղաքաղաքից բռնի տեղահանում է Իրան։ Այստեղ նրանք հիմնում են նոր ջուղան, շարունակելով դարերի վեր կայացած առևտրային գործունեությունը հարավ-արևելյան Ասիայի, մասնավորապես Հնդկաստանի հետ, որտեղ եւ ոմանք որոշում են հաստատվել։ Ներկայիս հնդկահայ համայնքի ներկայացուցիչները այդ հայերի հետնորդներն են։ Նրանք ապրում են այստեղ ավելի քան 500 տարի։ 17-րդ դարասկզբին Ագրան Հնդկաստանի մայրաքաղաքն էր, ուստի պատահական չէ, որ հայերը հենց այստեղ էին հիմնավորվում։ Հայերի երբեմնի ներկայության չափերը հասկանալու համար բավական է այցելել Ագրայի պատմական կենտրոնում գտնվող հայկական գերեզմանատուն։ Այստեղ է պահպանվել նաև Հնդկաստանի տարածքում հայտնաբերված հայկական քրիստոնեական հնագույն հուշարձաններից մեկը՝ 1611 թվականի խաչքարը։ Ավելի վաղ 1562 թվականին այստեղ կառուցվել է հայկական եկեղեցի, որն ավերվել է ժամանակի ընթացքում։
Պատումի համաձայն Պարսկաստանից տեղափոխված հայերի թվում էր նաև գեղեցկուհի Արգումանդի ընտանիքը։ Լինելով շատ հարուստ, նրա հայրն անմիջապես արժանանում է կայսերական ընտանիքի բարեհաճությանը։ Իր ողջ կյանքի սիրուն Արգումանդը հանդիպում է մանուկ հասակում։ Գրականության մեջ գունագեղորեն նկարագրված ճակատագրական հանդիպումը արքայազն Քուրամի հետ սկիզբ է դնում բոլոր ժամանակների մեծագույն սիրուն։ Սիրահարների միջև հարաբերությունները ամենասկզբից իսկ հարթ չընթացան։ Արգումանդը ստիպված էր իր սիրեցյալին զիջել պարսիկ արքայադստերը, ում հետ ամուսնությունը քաղաքական նկատառումներով էր։ Մեծ մոգոլների կայսրությունում տղամարդն իրավունք ուներ 4 կին ունենալու։ 1612 թվականին վրա հասավ երկնքի երկար սպասված օրհնությունը։ Քուրամի և Արգումանդի ամուսնությունը վերջապես իրականություն է դառնում։ Արարողության ժամանակ Քուրամի հայրը Շահ Ջահանգիրը ավանդույթի համաձայն հարսնացուին նոր անուն է տալիս՝ Մումթազ Մահալ, որը նշանակում է պալատի զարդ։ Պալատական բանաստեղծներն ու նկարիչները անմիջապես սկսում են գովերգել նրա գեղեցկությունը։ Մումթազի հարսանյաց գեստ, ինչպես նաև նրա գեղեցկության բանաստեղծական նկարագրությունները մինչ այժմ պահվում են Դելիի Կարմիր ամրոցում գտնվող Մումթազ Մահալի թանգարանում։ Ինչպես և էթնիկ հայուհիներից շատերը, նա չքնաղ էր, նուրբ արևելյան դիմագծեր, սև հոնքեր, նշաձև աչքեր, հայացքը սուր և թափանցող։ Մումթազը հրաշալի գիտեր իր ուզածը։ Խիստ կամային և նպատակասլաց, իրական մարտական ընկերուհի։ Հենց այսպիսի կին էր անհրաժեշտ արքայազնին գերագույն իշխանության ճանապարհին։ Երբ որդին ապստամբեց հոր դեմ, Մումթազը չվարանելով մինչև վերջ եղավ նրա կողքին։ Պարտված Քուրամին աքսորեցին և Մումթազը հետևեց նրան։ Դարձյալ վրա հասան խարդավանքների տարիներ, որոնց ընթացքում Մումթազը ծնում և թաղում էր իր երեխաներին։ 14-ից կենդանի մնաց 8-ը, 4 որդի և 4 դուստր։ Ուրախությունը փոխվում է տխրությամբ, պարտությունը հաջորդում է հույսին։ Հայտնի չէ, թե երբ Քուրամը որոշեց սպանել եղբայրներին և ինչպես դա նրան հաջողվեց։ Ոտնատակ տալով արյունակցական կապերը նա հասկացրեց, որ իր համար աշխարհում ամենաթանկ բանն իշխանությունն է։ Դրա համար պայքարում տեղ չունի խղճի խայթը, այստեղ հաղթում է ուժեղագույնը։ Քուրամը գահ բարձրացավ արյունոտ ձեռքերով և վերցրեց Շահ Ջահան անունը, որը նշանակում է աշխարհի տիրակալ։ Իսկ կողքին, ինչպես միշտ, նրա սիրելի Մումթազն էր։ Ամուսնու վրա նրա ազդեցությունն ահռելի էր։ Պատմաբանները պնդում են, որ կայսրությունում առանց Մումթազի գիտության չէր ընդունվում որևէ որոշում։ Լինելով պետական կնիքի պահապան և խորհրդական, առանց նրա ներկայության չէր անցնում և ոչ մի ընդունելություն։ Նրան անվանում էին կայսրության իրական տիրակալ։ Իշխանության ընդհանուր ձգտումը, ընդհանուր հանցագործություններն ու հույսերը նրանց սերը ավելի են ամրապնդում։ 1629 թվական Շահ Ջահանը զորքով դուրս է գալիս Ագրայից և ուղևորվում դեպի Ապստամբ հարավ։ Ապստամբությունը ճնշվում է, սակայն հաղթանակի ուրախությունը փոխարինում է վիշտը։ Մինչ այսօր էլ հայտնի չէ, թե ինչու էր կայսրն իր ռազմական արշավների ժամանակ հետը տանում հղի կնոջը։ Պատմաբանները ենթադրում են, որ նա վախենում էր նրա կյանքի համար, չէ որ Մումթազից բացի, ինչպես և վայելեր արևելյան իշխանավորին, նա ուներ ևս 3 կին և հարեմ։ 14-րդ ծննդաբերության ժամանակ Մումթազը ստանում է արյան վարակում։ Շահի սրտի կայսրուհին հանգում է մի քանի ժամվա ընթացքում։ Նա ընդամենը 36 տարեկան էր։
8 օր կայսրը մնում է փակված սիրելի աճյունի կողքին առանց հաց ու ջրի, իսկ երբ ամբողջովին ճերմակած դուրս է գալիս, ողջ կայսրության տարածքում սուգ է հայտարարում։ Ի հիշատակ իր կնոջ Շահ-Ջահանը երդվում է կառուցել այնպիսի մի հանգստարան, որպիսին դեռ չի տեսել աշխարհը։ Նա հրամայում է Մումթազին ժամանակավորապես թաղել կառուցվող դամբարանի կողքին։ Այդ գերեզմանատեղը մինչև այսօր էլ պահպանվում է այստեղ։ Շահ-Ջահանը վճռեց խորհրդի հրավիրել արևելքի լավագույն մասնագետներին։ Նրանք ժամանեցին Բուհարայից, Սամարկանդից, Բաղդադից, Դամասկոսից և Կոստանդնուպոլսից, որտեղ լավագույն ճարտարապետներն ու շինարարներն այն ժամանակ հայեր էին։ Հենց նրանք էին, որ Թաջ Մահալի պատերի մեջ խաչեր սքողեցին։ Թե անմիջապես հանգստարանի, թե նրան շրջապատող հսկայական համալիրի տարբեր մասերում աչքի են զարնում հայկական ավանդական խորհրդանշերը։ Քննարկվում էին բազմաթիվ տարբերակներ, խոտանվում հարյուրավոր նախագծեր։ Կայսրն ուզում էր կառուցել այնպիսի հուշարձան, որն իր հավասարը չուներ աշխարհում և երբևիցե չէր էլ ունենալու։ Մասնագետները նախագծում էին, պաշտոնյաները հավաքում էին բանվորներին, քարհանքերում սղոցվում էին լավագույն մարմարի հսկայական կտորներ։ 20,000 վարպետ էր մասնակցում Թաջ Մահալի շինարարությանը։ Այդքան մարդ տեղավորելու համար կառուցվում է հատուկ քաղաք՝ Մումթազաբադ։ Սպիտակ մարմարի տեղափոխման համար 1000 փիղ էր օգտագործվում։ Ողջ շինանյութը բերվում էր հեռվից, ավազաքարը Սիրիայից, կիսաթանկարժեք քարերը Աֆղանստանից, Պարսկաստանից և Միջին Ասիայից, նեֆրիտը Չինաստանից, մալաքիթը Ռուսաստանից, սարտոնիքսը Բաղդադից, փիրուզը Տիբեթից։ Սպիտակ մարմարը, որով երեսպատված էր դամբարանը, բերվում էր Ագրայից 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մաքրանի քարհանքերից։ Թաջ Մահալի ճարտարապետական ձևավորումը հիմնված է բացարձակ համաչափության հայեցակարգի վրա։ Համալիրի յուրաքանչյուր տարրը կրկնվում է 4 անգամ։ Շահն անձամբ էր հետևում բոլոր համամասնությունների պահպանմանը։ Սիրո այս անհավանական ու ահռելի խորհրդանիշը կառուցելու համար պահանջվեց 22 տարի և 32 միլիոն ռուփի։ Այսօր դա կազմում է ավելի քան 10 միլիարդ դոլար, ինչը դարձնում է Թաջ Մահալը աշխարհում մարդու ձեռքով երբևէ կառուցված ամենաթանկ շինությունը։ Մրցելով երկնքի հետ Շահ-Ջահանն ուզեց երկրի վրա կառուցել դրախտ, ուր կլիներ Ալլահի գահը։ Այդ պատճառով էլ մուտքի վերևում փորագրված է Ղուրանի այն սուրահը, որն ավարտվում է «Մտիր իմ դրախտը» խոսքերով։ Ամբողջ համալիրը նախագծված է համաձայն Ղուրանում նկարագրված այն վայրի, որտեղ Աստված է ապրում։ Դրա համար էլ դամբարանը ոչ թե կենտրոնում է, այլ դրախտային այգու վերջում։ Պարտեզն այնպես է նախագծված, ասես դեպի գահ տանող ճանապարհ լինի։ Անհնար է, որ փառամոլու հավակնոտ Շահ-Ջահանը այս խելահեղ նախագծում մոռանար իր մասին։ Անցան տարիներ և պատմաբանները վկայություններ գտան, որ նա պատրաստվում էր ևս մեկ դամբարան կառուցել, բայց արդեն սև մարմարից և իր համար։ Հետազոտողները Ջամնա գետի մյուս ափին գտան լցված հիմք և սև մարմարե սալիկների անավարտ հատվածներ։
Երկու դամբարանները միմյանց պետք է միանային սերը խորհրդանշող սև-սպիտակ կամրջով։ «1658 թվականին Շահ Ջահանը հիվանդացավ, եւ դա բավական էր, որ նրա որդիների միջև պայքար սկսվեր իշխանության համար։ Իսլամն ու հինդուիզմը միավորել երազող Շահ Ջահանի ամենասիրելի որդուն սպանեց հարազատ եղբայրը Աուրանգզեբը։ Պատմությունը կրկնվում էր։ Մի ժամանակ Շահ Ջահանը գահը գրավելու համար սպանեց իր բոլոր եղբայրներին, հիմա նրա դեմ էր ապստամբել հարազատ որդին։ Աուրանգզեբը հորը բանտարկեց ամրոցում։ Դրա համար հիմք ծառայեց Շահ Ջահանի երկրորդ Թաջ Մահալը կառուցելու անսանց ցանկությունը։ Կայսրը բարձի թողի էր արել պետական գործերը, ամայացրել գանձարանը եւ երկիրը տանում էր դեպի կործանում։ Ամեն ինչ կորցրած Շահ Ջահանը որդուն դիմեց մեկ խնդրանքով. նրա բանտախցի պատուհանից պետք է երևա Թաջ Մահալը։ 7 տարի Շահ Ջահանը ապրեց բանտարկության մեջ։ Նա օրերով նայում էր Թաջ Մահալին եւ ունկնդրում էր տարեգիրների պատմությունները իր զինվորական փառավոր սխրանքների ու սիրո մասին։ Այդ ամբողջ ժամանակ կայսեր կողքին էր կրտսեր դուստրը Ջահանարան, ում ծնվելիս մահացել էր Մունթազը։ Աղջիկը մեծացել էր Թաջ Մահալի կառուցմանը զուգընթաց։ Եվ երբևէ չտեսած մոր նկատմամբ կարոտը վճռորոշ դեր խաղաց թեկուզ եւ անդրշիրիմյան աշխարհում ծնողներին միավորելու նրա ցանկությունում։ Շահ Ջահանը մահացավ 1666 թվականի հունվարի 23-ին։ Ջահանարայի պնդմամբ մոգոլների կայսրության նոր տիրակալը հորը թաղում է Թաջ Մահալում, նրա սիրելի Մունթազի կողքին։ Դրանով իսկ միակ աններդաշնակությունը հաղորդելով այն բացարձակ համաչափությանը, որը Շահ Ջահանն այդքան արժևորում էր։ Այն ժամանակներից անցել են դարեր, սակայն հավակնոտ մոգոլ Շահ Ջահանի եւ Հնդկաստանի հայուհի Արջմանդի մասին պատմությունը չի դադարում հուզել սրտերը։ Հավատարմությամբ եւ նվիրումով լի նրանց հոգիների շնորհիվ ստեղծվել է ոչ միայն աշխարհի հրաշալիքներից մեկը, այլև մարդկության մեծագույն սիրո տաճարը։ Շքեղություն, նրբաճաշակություն, ամենօրյա եւ տոնական հագուստ, ուզում եք տարբերվել, հոգնել եք նույնությունից, ի ուրախություն բոլոր կանանց եւ աղջիկների Lady Elite արդեն Լոս Անջելեսում է։ Lady Elite, այցելեք մեկ անգամ եւ համոզվեք ինքներդ։ Դեկտեմբերի 10-ին երեկոյան ժամը 7:30-ին Գլենդելի լեգենդար Ալեքս թատրոնում տեղի կունենա Մարգարիտա Խլղաթյանի ստեղծագործական 10-ամյակին նվիրված հոգու կանչը խորագրով հեղինակային երեկոն նվիրված ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին Լոս Անջելեսի Հայաստանի գլխավոր հյուպատոսության բարձր հովանու ներքո։ Երեկոյի հատուկ հյուրեր՝ Հայկ Տիգրանյան, Պապին Պողոսյան, Լևոն Սևան, Հովանես Բաբախանյան, Արմեն Հովանիսյան եւ Աննա Ազնիվ, երաժշտական ղեկավար Արմեն Մովսիսյան, դաշնակահար եւ գործիքավորող Ալբերտ Բլբուլյան։ Երեկոյի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրին առանց տնակների հիմնադրամին, ինչպես նաեւ 10-րդ դպրոցի վերականգնմանը։ Տոմսերը կարող եք ամրագրել 818 265 0506 հեռախոսահամարով։ Շարունակում ենք մեր հաղորդումը Ֆիլատելիկ Արմենիկան է եթերում եւ իմ հյուրն է արհեստավար ֆիլատելիստ Հովանես Կոշկակարյանը։ Իդեպ շնորհակալություն հետարքիր նյութի համար եւ անդրադառնանք մեր ընկերոջը, մեր ավակ ընկերոջը Եվգենի Սիմոնյանին, որը եւս անդրադարձել է Հնդկաստանի թեմային եւ շատ մեծ կոլեկցիա ունի Հնդկաստան անվանումով։ Իդեպ պարոն Կոշկակարյան, եթե կարելի է, եթե խոսում ենք նամականիշներից մեր հաղորդման ընթացքում, անշուշտ Թաջ Մահալին եւ երևի այս հայույուն նվիրված նամականիշներ գոյություն ունեն։
Իհարկե, խնդրում եմ ցուցադրեք, բացի այն, որ Հնդկաստանում են ցուցադրվել նամականիշերը ցուցադրվել են, տպագրվել են նաև ուրիշ երկրներում որպես տուրիզմի միջազգային տարվա անվան տակ կամ ինչ-որ մի տարեդարձի կամ հնդկա ճապոնական օրինակ բարեկամության տարվա առիթով ճապոնյան է տպագրել Հնդկասովետական մի ժամանակ բայց այնտեղ Թաջ Մահալ չի եղել դրա համար ես Թաջ Մահալի մասին եմ շեշտում հնդկա ճապոնական նամականիշը կա խնդրում եմ հերթով ցուցադրել սրանք Հնդկաստանում տպագրված 1940-50-ականների Թաջ Մահալի նկարներով նամականիշներն են սա օրինակ 60-ականների վերջերի տպագրություն պիտի լինի սա 2000-ի մոտակայքի նամականիշ էր եւ սա նաեւ տպագրվել է հաջորդը գեղաթերթիկով պիտի լինի նույն նամականիշը բացի դրանից տպագրվել է նաեւ Գվինեայում օրինակ Աջմանը տպագրել է տուրիզմի միջազգային տարվա առիթով Սա նույնպես թե նամականիշ գոյություն ունի, թե գեղաթերթիկ, հաջորդը գեղաթերթիկը պիտի լինի, հետո Կուբան է տպագրել նամականիշ, համաշխարհային ժառանգության շարքով, սա պիտի որ Կուբայի նամականիշը լինի, այո, համաշխարհային Կուբա, այո։ Այո, սա Դոմինիկյան Հանրապետությունն է, Գիբրալթարն է, նորից Թաջ Մահալի տեսարանով, սա Նոբելյան մրցանակի դափնեկիրներն էին, ամեն մի երկիրը ներկայացնողի ձևավորման հետ դրել են տվյալ երկիրը խորհրդանշող ինչ-որ մի շինություն վերևի ձախանկյունում տեսնում եք Թաջ Մահալը հնդիկի կողքին այո գոադանը եւ այս 4 նամականիշը սա ամբողջը Թաջ Մահալի տարբեր տեսարաններն են որոնք տպագրվել են Սրա մասին էի ասում, որ հնդկա ճապոնական Հնդկաստանի, ավելի ճիշտ Հնդկաստանի տարին Ճապոնիայում այդպիսի միջոցառում է եղել ամբողջ տարի եւ այդ առիթով տպագրված նամականիշի վերևի թերթիկի վերևի երկու նամականիշները Թաջ Մահալն են ցուցադրում Նորից տարբեր երկրների տեսարժան վայրերն են, որից մեկը Թաջ Մահալը հետ գնացեք խնդրում եմ։ Ահա, սրանք են Թաջ Մահալին նվիրված նամականիշերը, չեմ կարծում, որ որևէ նամականիշ եղած լինի, հնարավոր է Իհարկե, բայց կարծում եմ, որ Սովետականի նկատի ունի։ Չէ, սովետական միությունը չի տպագրել, բայց ուրիշ երկրներում ուղղակի Չէ, տուրիստական առումով հնարավոր է, որ տպագրած է, որտեղ նամականիշների վրա գրած է, International Tourism գրած է։ ասել, որ ինձ թվում է, որ իմ ունեցածները, եթե ոչ ամբողջական, գոնե մի 90-95% Թաջ Մահալի տեսարանով նամականիշերը պիտի որ այստեղ լինեին։ Այո, շնորհակալություն հետաքրքիր նյութի համար եւ անդրադառնանք եւս մեկ նյութի, որը շատ հետաքրքիր է, դեպ ասենք մեր հեռուստադիտողներին, որ ունենք եւս Վիկտորինա, ուշադիր եղեք մեր հաղորդման ընթացքում, հարցը անպայման ձեզ կուղղվի հաղորդման ավարտին, շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր շահել են եւ ձեռք են բերել արդեն նվերները, մենք փորձեցինք փոխանցել մեր սրտի ջերմությամբ մի փոքրիկ հատված մեր հաղորդումից եւ հավերժ հիշատակ ձեզ համար սիրելի մեր հեռուստադիտողներ։ Անդրադառնանք Ռումինասի զորավար 16-րդ դարի Յոն Արմենուլին։ Յոն Արմենուլը 16-րդ դարի ռումինական ռազմական քաղաքական գործիչ է,
նա եղել է Մոլդովայի հոսպադար, այսինքն ղեկավար, սա իր դիմանկարով նամականիշն է, որ Ռումինիայում տպագրվել է իր մահվան կարծեմ 400-ամյակի առիթով, որովհետև մահացել է 1574 թվականին եւ Իոն Արմենուլը նաև կոչվել է Իոն ահեղ, նա նամակագրություն է ունեցել տարբեր երկրների ղեկավարների, տարբեր երկրների միապետների հետ, մայրը Սերեպկովիչ ընտանիքից էր, հայուհի Սերպեգայի և Ռումին իշխան Շտեֆանիցի որդին էր և թուրքերի կողմից 1560-ական թվականներին նրան աքսորել են Ռոդոս կղզին և մայրաքաղաքը Սուչավայից Իոն Արմենուլը Սուչավայից մայրաքաղաքը տեղափոխել է Յասի, հատել է իր պատկերով դրամ, ստեղծել է մեծաքանակ զորք, ժողովուրդը նրան կոչել է Մոլդովայի հայր։ 1574-ի ապրիլին Ժիլիշտե գյուղի մոտ ջախջախել է թուրքական և վալաքական զորքերը և գրավել Բուխարեստը։ Հունիսին Կահալ լճի մոտ ճակատամարտ է մղել թուրք-թաթարական զորքերի դեմ և նահանջել Ռոշկան, հավատալով թուրքերի և իշխան Պետրու կաղի կեղծ երդումներին, մտել է Օսմանյան զորաբանակի հրամանատարի վրանը և սպանվել թուրքացած իտալացի Չիկալա Զադե Յուսուֆի դաշույնից։ Օսմանցի զինվորները նրա մարմինը կտոր են արել, աշխատելով ձեռք բերել նրա մարմնից մի մասնիկ, որպես թալիսման նրա ուժն ու քաջությունը ստանալու համար։ 1575-ից սկսած նրա մասին ստեղծվել է բազմալեզու հարուստ գրականություն, նրա կերպարը մարմնավորվել է կերպարվեստում, օպերայում, գրականության մեջ, 1958-ին Ժիլիշտեում ճակատամարտի 384 ամյակի արդիվ կանգնեցվել է նրա հուշարձանը։ Որ օպերայում է նրա կերպարը մարմնավորվել։ Ինչ-որ իտալական օպերա կա, հիմա դժբախտաբար չեմ կարող։ Դե օպերային արվեստը սովորաբար իտալական է։ Իդեպ մեր ժամը շատ արագ վազում է առաջ և մեր հեռուստադիտողներին ուզում ցուցադրեմ Վիկտորինայի նվերը այսօրվա, եթե կարելի է փորձենք խնդրել մեզ եթեր հեռարձակող անձնակազմին ցուցադրի մեր հեռուստադիտողներին Վիկտորինայի հարցը, ով է այս զինվորականը պատկերված այս նամականիշի վրա, ով է այս զինվորականը պատկերված նամականիշի վրա, սա էլ ձեր նվերն է, սիրելի հեռուստադիտողներ, հիմա կցուցադրեմ ձեր նվերն է, մեր ամբողջ սրտով ցանկանում ենք հաջողություն նրան, ով կզանգահարի և կհաղթի այս նվերը, կտեղափոխենք ձեր առանձնատները, մեր հաղորդման մի մասնիկը։ Իդեպ պարոն Կոշկակարյան, անդրադառնանք փոքր դադարից հետո մի շատ հետաքրքիր թեմայի, սիրո մեծ երգիչ, սերը փառաբանող բոլոր ժամանակների մեծ երգիչ Շարլ Ազնավուրին, որը ևս իր ուրույն տեղը գտավ նամականիշների արտադրության մեջ։ Կարճ դադար, սիրելի հեռուստադիտողներ։ Շքեղություն, նրբաճաշակություն, ամենօրյա և տոնական հագուստ, ուզում եք տարբերվել, հոգնել եք նույնությունից, ի ուրախություն բոլոր կանանց և աղջիկների Lady Elite արդեն Լոս Անջելեսում է։ Lady Elite, այցելեք մեկ անգամ և համոզվեք ինքները։ Դեկտեմբերի 10-ին երեկոյան ժամը 7:30-ին Գլենդելի լեգենդար Ալեքս թատրոնում տեղի կունենա Մարգարիտա Խլղաթյանի ստեղծագործական 10-ամյակին նվիրված հոգու կանչը խորագրով հեղինակային երեկոն, նվիրված ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցին, Լոս Անջելեսի Հայաստանի գլխավոր հյուպատոսության բարձր հովանու ներքո։ Երեկոյի հատուկ հյուրեր՝ Հայկ Տիգրանյան, Պապին Պողոսյան, Լևոն Սևան, Հովանես Բաբախանյան, Արմեն Հովանիսյան և Աննա Ազնիվ։
Երաժշտական ղեկավար Արմեն Մովսիսյան, դաշնակահար եւ գործիքավորող Ալբերտ Բլբուլյան։ Երեկոյի ողջ հասույթը կտրամադրվի Գյումրին առանց տնակների հիմնադրամին, ինչպես նաեւ 10-րդ դպրոցի վերականգնմանը։ Տոմսերը կարող եք ամրագրել 818-265-0506 հեռախոսահամարով։ Շարունակում ենք մեր հաղորդումը, եթերում Ֆիլատելի Կարմենիկան է, սիրելի հեռուստադիտողներ, եւ իմ հյուրն է արհեստավարժ ֆիլատելիստ Հովհաննես Կոշկակարյանը։ Իդեպ անդրադառնանք սերը փառաբանող մեծ երգչին Շարլ Ազնավուրին եւ նրա կերպարը նամականիշների վրա։ Ազնավուրը հայությանը հայտնի է ամբողջ աշխարհով մեկ եւ ոչ միայն հայությանը պատահական չէ, իհարկե նա որոշ հարցումների պատասխաններով նա համարվեց 20-րդ դարի լավագույն երգիչը։ Ազնավուրը ծնվել է Միշա եւ Քնար Ազնավուրյանների ընտանիքում 1924 թվականին։ Կինոյի, թատրոնի դերասան է, էստրադային երգեր է գրել, տարբեր երգիչների հետ ելույթներ է ունեցել։ Ազնավուրը մեծ օգնություն ցուցաբերեց, երբ Հայաստանը շատ վատ վիճակում էր երկրաշարժից հետո, նրա կազմակերպած օգնությունը անհամեմատելի էր, ընդհանրապես շատ մեծ ծավալների էր հասնում։ Այս նամականիշերը, սա եւ նախորդը տպագրվեց Հայաստանում Ազնավուրի մահից ընդամենը մի քանի օր հետո։ Նա պատրաստվում էր մասնակցելու ֆրանկոֆոնիայի ժողովին, բայց չհասցրեց այդ համաժողովին, մահացավ եւ այդ օրերին արդեն տպագրվեց, իսկ սա տպագրվել է Փղոսկրի ափ պետությունում Ազնավուրի եւ Մոնսերայի հիշատակին, երկուսն էլ մահացան 2018 թվականին։ Սա էլ գեղաթերթիկն է, շարքը մեկ էջ ունի, երկու նամականիշով, Կաբալիեն եւ Ազնավուրը, իսկ գեղաթերթիկի վրա միայն Ազնավուրի դիմանկարն է։ Ազնավուրի դիմանկարով այս նամականիշը 9 տարբեր երգիչների նկարներից բաղկացած մի էջի վրայից է, ես վերցրել եմ միայն Ազնավուրին, էջի վրա գտնվում է վերևի ձախ անկյունում, այսինքն շարքի առաջին նամականիշն է, Ջիբուտիում է տպագրվել, մոտավորապես երևի մի 15 տարի առաջ սրանից, մինչև վերջ, սա ֆրանսիական մասնավոր պատրաստված, սակայն Ազնավուրի ազդագրով մի ծրար է, որը հետագայում նաև օգտագործվել է փոստի միջոցով ուղարկվել է եւ իր վրա ունի փոստային կնիքը, թե նամականիշը, ամեն ինչը, բայց ձախ անկյունում, վերևի ձախ անկյունում Ազնավուրին նվիրված ազդագիրն է։ Ազնավուրը շատ համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում, առաջի անգամ նա Հայաստանում եղել է 1964 թվականին համերգներով, այս ցուցադրվածը Հայաստանում 2000 թվականին տպագրված հայերը հազարամյակին նամականիշերի գրքույկի մեջի էջերից մեկն է, որտեղ դուք տեսնում եք Ազնավուրին, Ազնավուրի դիմանկարը եւ կողքին արդեն Ազնավուրի վերաբերյալ բավականին նյութ կա այդ գրքույկի մեջ նաեւ։ Իսկ սա, ինչպես ասացի, տպագրվեց, լուսանկարը վերցված է Ազնավուրի Երևանի Հանրապետության հրապարակում ունեցած ելույթից, բայց նամականիշը տպագրվեց դժբախտաբար նրա մահից ընդամենը մի քանի օր հետո, այո։ Շնորհակալություն, պարոն Կոշկակարյան։ Իդեպ եւս մեկ անգամ դիմենք մեր հեռուստադիտողներին Վիկտորինայի հարցով։ Ով է այս զինվորականը փակցված նամականիշի վրա եւ ինչ կապ ունի հայության հետ։ Հուշենք նրանց, որ սա մարշալ է,
Այս զինվորականը, կարծում եմ, այո, դե հիմա կանակ միգուցե չգիտեն, որ քանի աստղը ինչ է, մարշալը գեներալը ինչ է, հիմա ես հուշում եմ։ Ես կանանց կողմնակից եմ։ Այնպես որ զանգահարեք, պատասխանը սիրով սպասում ենք ձեզանից, մեր սիրելի հանդիսատես։ Եթե հանկարծ ոչ ոք չշահի այս նամականիշը, կարող է մնա խմբագրությանը հանձինս ինձ պարոն Կաշկակարյան։ Դեպ անդրադառնամ հաջորդ հարցին, ուրեմն Թեոդոր Ամանին, որը ծագումով հայ է, ռումինացի է եւ նշանավոր նկարիչ է, Արվեստի ակադեմիայի հիմնադիր եւ տեսնենք թե նրա կերպարը ինչպես է անդրադարձել տպագրությունում նամականիշների եւ ծրարների կամ բացիկների Թեոդոր Ամանը ռումինացի մեծագույն նկարիչներից մեկն է, սա Թեոդոր Ամանի տուն-թանգարանն է Բուխարեստում, այս նամականիշի վրա։ Թեոդոր Ամանի նկարները շատ անգամներ տեղ են գտել ռումինական նամականիշների վրա։ Թեոդոր Ամանը Բուխարեստի գեղարվեստի դպրոցն է հիմնադրել 1840-ականների վերջերին, 50-ականների սկզբին, ինքը ծնվել է 1831 թվականին, սա Թեոդոր Ամանի ինքնանկարն է, որը թե գոյությունի այս տեսքով առանձին որպես նամականիշ եւ թե կանխավճարված ծրարների վրա որպես նամականիշ նաև տպագրվել է այս նամականիշը։ Թեոդոր Ամանի պատմական թեմաներով կտավներում մարտանկարները հիմնականում կրել են թուրք զավթիչների դեմ ազատագրական պայքարի կնիքը, ռումինների ճակատամարտը թուրքերի դեմ, Սուրբ Գևորգ կղզում 1859 թվականին, թուրքերի վռնդելը Կռլուգեենից 1872, ունի նաև դիմանկարներ, ռումինական գյուղացիների կյանքին ու կենցաղին նվիրված գունանկարներ, խմբապար, օֆորտներ, Թեոդոր Ամանի ծաղիկներ կտավը պահվում է Հայաստանի պետական պատկերասրահում։ Թեոդոր Ամանը մահացել է 1891 թվականին օգոստոսի 19-ին Բուխարեստում։ Այո, ինչ մենք հայեր ենք ունեցել եւ շնորհիվ այս ծրագրի ի հայտ են գալի այն մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով երևի թե դուրս են մնացել, ասենք մեր ասպարեզից, ոմանց ասպարեզից եւ շնորհակալություն ձեզ, որ մեզ կարողանում եք այս հետաքրքիր նյութը մատուցել։ Այսինչ Աղջկա դիմանկարներ, սա իր ինքնանկարն էր Թեոդոր Ամանի։ Պիտի որ տպագրված լինի մահվան 100-ամյակի առիթով 1991 թվականին այս ամբողջ շարքը 6 նամականիշ, իր նկարները եւ իր ինքնանկարը։ Իդեպ կարելի է իմանալ մոտավորապես այս նամականիշը ինչ արժեք ունի այսօր։ Հավանաբար կատալոգով կարելի է նայել, հավանաբար մի քանի դոլար հնարավոր է որ ունենա արժեք։ Այս նամականիշը մի անգամ տպագրվել է առանց այդ կարմիր գերության, երկրորդ անգամ 98 թվականին Իսրայելում տեղի ունեցած ցուցահանդեսի առիթով նորից վերատպություն են արել, նամականիշի վրա տպագրել են Իսրայել 98 եւ փոխել են նաեւ արժեքը, որովհետեւ այդ ժամանակ արդեն ռումինական լեյը արժեզրկված էր, նախկինում եղած իր շատ ցածր արժեքը այս դեպքում կարծում եմ դարձել է 700 լեյ, որը բավականին բարձր գումար է այսօրվա դրությամբ։ Այս գեղաթերթիկի վրա նամականիշները ուրիշ նկարիչների նկարներ են, ձախ կողմի կնոջ նկարը նկարված է Թեոդոր Ամանի կողմից։ Սա իր դիմանկարով
Թեոդոր Ամանի դիմանկարով ծրար է նորից տպագրված Ռումինիայում իր ինքնանկարով։ Սա Թեոդոր Ամանի տուն թանգարանի տեսարանով ծրար է, ռումինական ծրար։ Այստեղ տեսնում եք Թեոդոր Ամանի նամականիշը, Թեոդոր Ամանի տուն թանգարանի նամականիշն է, բայց սա տպագրված է անմիջական ծրարի վրա։ Սա ոչ թե փակցված է նամականիշը, այլ կանխավճարված ծրար է ռումինական տեսարանով Թեոդոր Ամանի նկարով նամականիշը։ Սա կնոջ դիմանկարը, նորից նամականիշը, ինչպես տեսնում եք, Թեոդոր Ամանի ինքնանկարով այն նույն նամականիշն է, որը այստեղ տպագրված է ծրարի վրա։ Իդեպ մի հարց ձեզ, նամականիշը, որը տպագրված է արդեն ծրարի վրա եւ որը փակցված է ծրարի վրա, որը ավելի շատ արժեք ունի, տպագրվածը։ Երկուսն էլ որպես վճարման միջոց օգտագործվում են։ Նույնը։ Նույն արժեքն է, վրայի ինքնարժեքը, քանի որ գրված է նույնը, նույնիսկ խորհրդային միության ժամանակ իհարկե սրա մասին շատ քչերը տեղյակ էին, փոստային վճարման կանոնների գրքույկում գրված էր, որ վճարման միջոց որպես կարելի է օգտագործել նույնիսկ ծրարի չօգտագործված ծրարի նամականիշը, այսինքն եթե ծրարի վրա տպագրված է նամականիշ, կարելի էր այդ նամականիշը կտրել եւ մեկ ուրիշ սովորական դատարկ ծրարի կամ մեկ ուրիշ նամականիշ ունեցող ծրարի կողքը դնել որպես հավելավճար եւ այդպիսով, ասենք, վճարել փոստային ծախսերը։ Նույն ձևով բացիկի վրայի նամականիշը կարելի էր, եթե չի օգտագործված, եթե կնիկ չկա վրան, մաքուր էր, խորհրդային շրջանում կարելի էր այդպիսով մյուս ծրարների, տպագրված ծրարների նամականիշերը կտրել եւ դնել մեկ ուրիշ ծրարի վրա եւ օգտագործել։ Միայն դա։ Այսինքն արժեք ֆիզիկապես արժեք չի ներկայացնում։ Իհարկե ներկայացնում է որպես արժեք, բայց դրա համար արդեն հատուկ կատալոգներ գոյություն ունեն, պրեսկուրանտներ, որոնք շուկայում գոյություն ունեցող վերավաճառողներին, ասենք, հարցումներ է արվում, թե իրենց շուկայում ինչպիսի պահանջարկ ունի տվյալ նամականիշը, ինչ արժեքների է այդ շրջանում այդ նամականիշը, այդ ծրարը, մոտավորապես ինչպես տուն են վաճառում, հա։ Այո, դրանց միջոցով է միշտ այդպես վերավաճառողների միջոցով է որոշվում։ Հասկանամ, այսինքն նամականիշ, որը տպված է ծրարի վրա, ավելի թանկ է վաճառվում, կատալոգի գինը ավելի բարձր է, թե նամականիշ, որը որպես նամականիշ դուրս է եկել արդեն։ Նամականիշը որպես տպագրված առանձին չի վաճառվում։ Տպագրված նամականիշը վաճառվում է ծրարի հետ միասին։ Հասկանում եմ։ Իսկ այդ ծրարի հետ միասին եղածը, ինչպես ասացի, այդ վերավաճառողների, այսպես ասած դիլերների միջոցով նրանք կողմնորոշվում են, թե շուկայում ինչ արժեք ունեն։ Ուղղակի այսպիսի մի սովորություն կա, որ ծրարները եւ բացիկները ավելի քիչ մարդիկ են հավաքում, քան, ասենք, միայն նամականիշերը։ Դե ուրեմն ավելի բարձր արժեք պետք է ունենան, քանի որ քիչ մարդիկ են հավաքում։ Բայց ավելի քիչ նաև տպականակ են նրանք ունենում։ Նամականիշները միշտ միլիոններով են տպագրվում, իսկ ծրարները, մանավանդ ռումինական ծրարները, օրինակ, ծրարներ կան, որ ընդամենը 50-100 հազար են տպագրվել եւ այսօրվա դրությամբ դժվար է դրանց ձեռք բերել։ Հասկանում եմ, իսկ ասենք ըստ ձեր փորձառությունը օգտագործենք այս պահին եւս։ Հիմա ավելի լավ, որ քիչ են տպագրվել, ուրեմն նրանց նոմինալ արժեքը պետք է բարձր լինի, քան թե եթե միլիոններով տպագրվում է եւ ձեռք բերելու հնարավորությունը ավելի շատ է։ Բայց դա տեղի է ունենում նաեւ պահանջարկի համապատասխան։ Եթե շատ ուզող չկա, հավաքողներ չկան, թեկուզ 1 հատ 2 հատ տպագրված լինի, հնարավոր է, որ այդքան արժեք չունենա։ Դա նորից պահանջարկի, առաջարկի եւ պահանջարկի այդ հարաբերության մեջ։ Եվ նաեւ նյութը ինչ որ ձևով ներկայացնելու հետ է կապված։ Եթե այս հաղորդման մեջ դուք չներկայացնեիք դա, եւ աշխարհասփյուր հայությունը այս շարավիղով հեռուստատեսյան հեռարձակման այսօր իմացան այդ մասին։
Բայց միջև այդ չգիտեմ, միայն երևի մասնագետները գիտեն, թե ինչ է կատարվում այստեղ։ Իդեպ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, սիրելի հեռուստադիտողներ, նրանք ովքեր մեզ դիտում են եւ ում հետաքրքիր է նամականիշների արտադրության թեման, ստեղծման թեման, մեր հայությունը, որը իր ստեղը գտավ այս նամականիշների ստեղծման մեջ եւ աշխարհասփյուռ եղած եւ ծնված այդ երկրներում եւ ներգաղթած եւ արտագաղթած, նրանք իրենց տեղը գտել են այդ երկրների փառաբանման ձևով նամականիշի տեսքով լույս աշխարհ են դուրս եկել։ Եվ ով է այս զինվորականը, որը փակցված է նամականիշի վրա։ Իդեպ ես մի հատ Խաչաձև, այսպես ասած, հարց տվեցի հեռուստադիտողներին եւ ինչ կապ ունի հայության հետ։ Եվ մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Մեզ զանգում են։ Համեցեք, լսում ենք ձեզ։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արագ խոսեք։ Չեմ լսում։ Աղմուկ կա ձեզանից, եմ խաննետա։ Ոչ, սիրելի տիկին, սխալվել եք։ Կարող եք մնալ գծի վրա, ես հրաժեշտ տամ մեր հեռուստադիտողներին, կզրուցենք։ Այսքանով մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, շնորհակալություն, պարոն Կոշկակարյան, եւ ուրեմն շաբաթ օրը հաղորդումը կրկին եթեր կհեռարձակվի ժամը 6-ից 7։ Նրանք, ովքեր մեզ չհասցրեցին այսօր դիտել, ունեն այդ հնարավորությունը դիտելու։ Բարին ընձեզ եւ ուզում եմ շնորհավորել Գովաբանության տոնը 28-ին Thanksgiving-ը, Happy Thanksgiving, սիրելի հեռուստադիտողներ, եւ կարողացեք շնորհակալություն հայտնել նրանց, ում կարիքը ձեր կյանքում միշտ ունեք։ Շնորհակալություն նաև ձեզ։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Բարին ընձեզ։ Շնորհավոր Գոհաբանության օրը։ Բարին ընձեզ։